իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրան։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի առիթով իր շնորհավորական ուղերձում։ Փաշինյանը նշել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Գործադիրի ղեկավարը նաեւ հայտարարել մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Նրա խոսքով մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության եւ բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ամիսներ առաջ մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը շարունակում է պնդել, որ պատրաստ է ստորագրման, մինչդեռ Բաքուն շարունակում է նոր պայմաններ առաջ քաշել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ։ Այսօր Եռաբլուրում հայտարարել է Արմեն Գրիգորյանը, նա նաեւ ասել է, թե երկկողմ բանակցություններում արդյունավետություն են տեսնում, կշարունակեն այդ ձևաչափով աշխատանքը։ Ռուսաստանի միջնորդության կարիք էլ չկա։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ զգացողություններ ունեք մայիսի 9-ի հետ կապված, երբ վարչապետը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, թեև այն բոլոր հորդորներին, կարծիքներին, որ մեկնելու կարիք չկա, այլ երկրների առաջնորդների օրինակով գուցե հիվանդանալու կարիք կա, բայց այսօր այնտեղ է եւ օրերս էլ Ազգային ժողովում հայտարարեց, թե ինչու է մեկնում։ Ձեր զգացողությունները, տպավորությունները համեցեք։ Ճիշտ ասած, Ազգային ժողովի հայտարարություններին չեմ հետևում, բայց շատ էլ ճիշտ է արել, որ մեկնել է, բնականաբար։ Այստեղ ամենևին տղայականության խնդիր չկա։ Մենք դեռևս դժբախտաբար գտնվում ենք ռուսական ուղեծրում եւ այսօր չէ, որ Ռուսաստանի հետ բախումը կարող է մեզ օգտակար լինել։ Ավելի մեծ փորձանքներից ազատելու համար ճիշտ է արել, որ գնացել է, բայց հուսամ սա ավանդույթ չի դառնա եւ պարոն Փաշինյանը չի մասնակցի նաեւ Պուտինի, Զախարովայի խոստացած Ալիևի արտասանի Մոսկվայում բացմանը չի գնա մասնակցելու։ Կոնկրետ կարծում եք ավելի մեծ աղետներ կլինեին, պարոն Հայրապետյան, հենց այդ աղետները, այսպես ասած, չեզոքացնելու նպատակով էլ մեկնել է վարչապետը։ Մենք բառերը շատ ենք խամրացնում։ Աղետ բառը երևի թե չարժե կիրառել, իհարկե աղետ չի լինի։ Իհարկե աղետ կազմակերպելու արտոնությունը ամենևին Ադրբեջանին է եւ նույնիսկ Մոսկվային չէ, բայց որ լրացուցիչ խոչընդոտներ եւ Հայաստանին վնաս կարող են հասցնել, այո, կարող են, եւ դա եթե չեզոքացնում է նույնիսկ ինքնանվաստացման գնով, մենք այդ կադրերը տեսել ենք, ամբողջ սոցիալական ցանցերում թափառում են, որից բնականաբար Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է իրեն վիրավորված զգալ, թե ինչպես մեր երկիրը ներկայացնողին ընդունեց ռուսական կագեբեյշնիկը։ Պարոն Հայրապետյան, տեսեք վարչապետը այսօր իր ուղերձում անդրադարձավ ոչ թե մայիսի 9-ին, ընդհանրապես ոչ թե նախկին հաղթանակների, այլ իրական Հայաստանի գաղափարախոսությանը դարձալ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմական Հայաստանի մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է։ Ընդհանրապես դուք ինչպես եք գնահատում այս ուրեմն ելույթների տրամաբանական այսպես փոփոխությունը եւ նորից իրական Հայաստանի մասին այսպես առիթ բաց չթողնելու եւ խոսելու, ընդհանրապես որքանով է տեղին, որքանով է ճիշտ ընտրված մեթոդը։ Ձեր ընթերցած այդ հատվածը կար թեր ուսման կամ վատ բառեր չեմ ուզում օգտագործել, չիմացության հետևանք է եւ խնդրում եմ այդ չիմացության կամ թերուսության հետևանքը ավետարան մի համարեք, ինձ էլ մեկնիչ
մեկնի չի պատիվնի տվեք, որ ես կարողանամ այդ թերիությունը մեկնաբանել։ Չկա այդպիսի բան, դա զառանցանք է իրական եւ պատմական հայրենիքների արհեստական բախում ստեղծելը, գաղափարների բախում ստեղծելը։ Խեղճ Վանո Սիրադեղյանը մի անգամ այդ շատ խելոք բան ասաց, լրիվ ուրիշ կտրվածքում։ Քանի որ մենք մակերեսային ենք, մակերեսից վերցրել ենք դա, մեր ուզած ձևով մեկնաբանում ենք եւ այսպիսի ողորմելի հետևանքների ենք հասնում, այսպիսի ողորմելի ձևակերպումների ենք հասնում։ Պարոն Հայրապետյան, առհասարակ վարչապետը նաև իր ելույթում խոսեց մի բանի մասին, որ շաբաթներ առաջ էր խոսել պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ հետո մեջբերեցի Արմեն Գրիգորյանի խոսքը, որ մեր բանակցությունները երկկողմ են, դրանք արդյունավետ են, արդյունքներ տվել են եւ այլն։ Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով Պաշտպանության նախարարությունը հերքումներ է տալիս, որ այդ կրակոցները հայկական կողմից չեն, անընդհատ փորձում է Պաշտպանության նախարարության ադրբեջանական կողմին հերքել, ցույց տալ իրականությունը, բայց մենք այս ամենի զուգահեռ տեսնում ենք փաստորեն հայտարարություն, որ պատերազմ չի լինելու։ Սա քաղաքական հնարք է, որ օգտագործում են հասարակությանը համոզելու, հանգստացնելու, քաղաքական որոշակի դիվիդենդներ շահելու 26 թվականից առաջ, թե ձեր գնահատմամբ։ Էլի լուրջ մի ընդունեք, էլի խնդրում եմ այդպիսի արտահայտությունները, շատ ավելի լուրջ մարդիկ, շատ ավելի լուրջ լծակների տիրապետող կարող եք ցույց տալ նախընթաց 30 տարվա ընթացքում, 26-27 տարվա ընթացքում որևէ արևմտյան գործիչ բարձրաստիճան, շատ բարձրաստիճան, արևմտյան երկրի նախագահներ, վարչապետներ կամ Ռուսաստանի ղեկավարություն, որ ասած չլինի հետևյալ արտահայտությունը՝ Ղարաբաղի հարցը ուժային լուծում չունի։ Խաղաղություն պետք է դա դիվանագիտական ճանապարհով լուծել, այսինքն խաղաղությամբ լուծել։ Բայց տեսանք, չէ ինչ եղավ, բացարձակապես։ Այնպես որ հիմա թող ասի, լավ, եթե իրեն ձեռք է տալիս, թող ասի, մեր ժողովուրդն էլ կարծում եմ այս դառը փորձությունը դաս եղավ իր համար, ականջ չի կախի այլևս նման բաների, որ խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, պատերազմները մարդկության ամբողջ պատմության մշտական ուղեկիցն են։ Ցույց տվեք մոլորակի վրա գոնե մի 50-ամյակ, երբ պատերազմներ չեն եղել, այս ու այն կետում են էլ թեժ պատերազմներ։ Հիմա հանկարծ մի տղա, որ մեզ է ներկայացնում ամբողջ աշխարհի առջև, եկել Ենոք Ավանից մեզ ասում է, որ խաղաղություն է լինելու։ Խաղաղություն չկա ամբարիշտներին։ Իսկ որ դա ես չէ որ ասում եմ, իսկ որ ամբարիշտություն է մեր երկրում, դա մենք տեսնում ենք, այդ կադրերն էլ իհարկե խորհրդարանի այդ բանը չեմ նայել, բայց ինձ կտրել ուղարկել էին այդպիսի հատվածներ, ես տեսել եմ, դա ամբարիշտության հետևանք է։ Եվ խաղաղություն հատկապես մեզ չի լինելու, որովհետև մենք չունենք ներսի խաղաղությունը։ Մենք անհանդուրժող ենք, կհանդուրժենք Ալիևին, որը մեզ կասի հարբեցող ծաղրածու, կհանդուրժենք Պուտինի նման կագեբեշնիկներին, բոլորին կհանդուրժենք, այն աստիճանի կհանդուրժենք, որ դերկած կնկարվենք Էրդողանի գիրքը ձեռքներս, բայց միմյանց չենք հանդուրժի։ Այս է, մենք ամբարիշտ ենք, թե ոչ, այո, մեր հասարակությունն ամբարիշտ է, եւ հատկապես մեզ խաղաղություն չի սպասվում, որովհետեւ ներսի խաղաղություն չկա։ Երբ կունենանք ներսում խաղաղությունը, հաստատ ոչ մի Ալիև, ոչ մի Պուտին չեն կարող փոթորիկ բարձրացնել։ Պարոն Հայրապետյան, շատ կարևոր շեշտադրում եք անում։ Ինչու չի ստացվում այդ ներքին խաղաղությունը։ Դուք նորից նշեցիք խորհրդարանի օրինակը, որտեղ տեսնում ենք ինչպես են կոկորտ պատռում միմյանց։ Այս առումով ուր ենք գնում 26 թվականին եւ ինչ պատկեր ենք ունենալու, արդյոք ունենալու ենք այլ որակի խորհրդարան, թե հայ ժողովուրդը դատապարտված է այս տեսակ խորհրդարան ունենալու։ Հայ ժողովուրդը վաղուց 95 թվականից հետո դատապարտված է այսպիսի խորհրդարաններ ունենալու, բայց թողեք լմյատ հասնենք 26 թվականին, հետո նոր մտածենք, տեսնենք մինչև 26 թվականին ինչեր են տեղի ունենալու, տեսնենք, բայց գիտեք մի ուրիշ հանգամանք էլ կա, չստացվի այնպես, որ հիմա սկսվեց սա։ Հիշում եք մի հատ հանգուցյալ գեներալ ունենք պատգամավոր, չեմ բացառում, որ նաև գրել կարդալ գիտեր, որ ասում էր
նա ջրցան մեքենա ունի, այդ ինչ որ Իրանում մի հատ գեղցի ուրիշ գեներալ կար, որ ներքին զորքերի չգիտեմ ինչներ հրամանատարներ։ Ջրցան մեքենա ունի, դուբինկա ունի, բան ունի։ Այսինքն հիմա էլ եթե մեր վարչապետը ջրցան մեքենաների, տիկնազորի, չգիտեմ, զանազան բաների թիկունքում կանգնած իր բառն օգտագործեն, տղամարդ լամիշ է լինում, դա ամենևին տղամարդկության ցուցիչ չէ։ Ուղիղ հակառակը, տղամարդը զիջողն է լինում, բայց ոչ թե օտարին, այլ ներսում, ներազգային զիջման մասին է խոսքը։ Դրսում մենք զիջող ենք, իսկ ներսում ճիշտ նկատեցիք, կոկորդ ենք կրծում միմյանց։ Մենք իրերն իրենց ստեղում դնելու, ճիշտ գնահատելու սանդղակն ենք կորցրել։ Այս սանդղակը պիտի վերագտնել, բայց այս սանդղակը չի լինում վերագտնել։ Ինչու չի լինում, որովհետև ինչպես մենք ենք մեր սայրի մեջ ասում, որովհետև տգետ ենք։ Պատկերացնում եք, օրինակ ես երեք մի լուր կարդացի, ապշած եմ։ Այս աստիճանի տգիտության ոնց կարելի էր հասնել կամ գուցե այդպեսին ծնված եմ եղել։ Արխիվում մեր դպրոցները ավարտական քննություններ են անցկացնելու աշակերտներ։ Պատկերացնում եք Երևանի առանցքային դպրոցներից մեկում տնօրեն են փոխում հենց հիմա։ Այդ դրա համար են ասել այծի տրճիկը կամրջի վրա է բռնում։ Այծը եթե ռուսերեն թարգմանենք, երևի շատ ավելի ճիշտ կլինի, թե չէ այծը մեզ համար սրբազան կենդանի էր, կազյոլ ասենք, հա։ Դրանց տրճիկը կամրջին է բռնել հենց այս պահին։ Ես զարմանում եմ, ինչքան պիտի հայ ժողովրդին կամ չսիրել ու ատել, կամ ինչքան տգետ պիտի լինել նման բաներ անելու, կամ սեփական ժողովրդին խաղաղությունն է լինելու, պատերազմ չի լինելու, պապ թագավորին չեն սպանելու, պապ թագավոր ցույց տվեք Հայաստանում։ Հայաստանում պապ թագավոր չկա։ Փիսիկներ են հիմա, որոնք փորձում են տղամարդ լամիշ լինել։ Պարոն Հայրապետյան, ինչու եք ասում, դեռ սպասենք 26 թվականի սարերի, հետևում չէ 26 թվական ամիսների հարց է, ինչ վայրիվերումներ են դեռ սպասվում մեզ, որ դուք նկատել եք, արձանագրել եք, որ առաջիկայում ականատեսենք լինելու։ Ինչու ենք մեզ պատկերացնում մոլորակից դուրս։ Վայրիվերումները պարտադիր չէ, որ մեր առիթով լինեն եւ անմիջականորեն հենց մեզ հետ կատարվեն։ Վայրիվերումները մեր կողքին լինում են։ Մարտական պատրաստվածության առաջին աստիճանի է բերված իրանական բանակը։ Այնտեղ ներսում փոփոխություններ են կատարվում։ Մի փոքր այն կողմ Իրանից այն կողմ պատերազմի մեջ են կամ գրեթե պատերազմի մեջ են մեզ համար դաշնակից հանդիսացող Հնդկաստանը եւ միակ պետությունը, որ մեր անկախությունը մինչեւ այսօր չի ճանաչել, Պակիստանը։ Այսինքն կարծում եք, որ կարող են, ինչպես Կոնֆուցիոսն էր ասում, հա, եռացող կաթսայում սառը կետեր լինել, չեն կարող լինել։ Մեզ կներառեն։ Խնդիրն այն է, որ մենք հաշվարկենք նաև այդ տարբերակը, որ բացառված չէ, շատ ավելի հավանական է, որ այդ հրդեհը կլինի եւ հրդեհաշիջման ինչ մեխանիզմներ մենք կարող ենք այսօրվանից, երեկվանից դեռ պատրաստած լինել։ Դարձյալ խնդիրը մեր ներսում է։ Իսկ այսպես Այսինքն կարևորը թողած ընկել են երկրորդականի հետևից, պարոն Հայրապետյան։ Այո, նույնիսկ այո, շատ ճիշտ նկատեցիք։ Մեր մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ կարծեք թե մենք ասված մեր խելքն առել է, մենք առաջնահերթությունները դասել չգիտենք։ Գիտեք, երբ որ մարդը քաղցած է, մի քանի օր հաց չի կերել, նրա համար առաջնահերթությունն է սնունդը այդ պահին։ Բայց եթե մարդը կուշտ է, այդ պահին սնունդը նրա համար առաջին պլանում չէ, երկրորդ պլանում պիտի լինի։ Երևի թե այդ պահին, եթե պիտի ճակատ գնա, նրա համար զենքը պիտի լինի առաջին պլանում։ Այսինքն այս տեղերը կարող են փոխվել, դա ամենևին չի նշանակում մի հերթականությունը մյուսի հանդեպ գերադասության պատվը։ Պարզապես պետք է պահի մեջ ճիշտ ընտրություն կատարել, իսկ ընտրությունը սրբազան կատեգորիա է։ Մենք դրանից հրաժարվել ենք, մենք ընտրություն չենք անում հիմա։ Մենք հիմա ուղղակի այդպիսի պատուհասություններով ենք զբաղված, էլի թալանով ենք զբաղված, հենց հիմա թալանով ենք զբաղված։ Մյուսի աչքի գերանը տեսնում ենք, մեր զույգ գերանը մեր աչքի չենք փորձում տեսնել։ Եվ թող կոռուպցիայի մասին չխոսեն, այն չգիտեմ որ խմբակցությունից էր, այդ աղջկա խոսքները։ Այո, նրա խոսքները ուղարկեցին, շատ տրամաբանական հարցադրում էր, ես չեմ պատկերացնում։ Անիֆի հետ կապված։ Այո, ինչու պիտի նման հիստերիայի հասցվեր։ Այն փոխարեն խնդրեմ
Հրավիրեք, կասկածում եմ, թե Հայաստանում լինեն, բայց գուցեև կան, անմեղության կանխավարկածը հարգենք։ Հրավիրեք այստեղ որևէ հոգեբանի եւ դրեք կադրերն, ասացեք թող որպես փորձագետ այդ կադրերը վերլուծեն։ Գիտեք, անճարեղ խելագար լինելու համար նախ իշխան Համլետը պետք լինել։ Այնտեղ իշխանության ոչինչ չկա։ Պլեբեյություն է պարզապես։ Ցածրակարգ, ողորմելի պլեբեյություն եւ հիստերիկ լաչարակռիվ։ Չի կարելի այդպես։ Մենք բոլորս նույն նավի վրա ենք, ճոճվող նավի վրա, եւ այդ նավը մեզ համար սրբազան է, եւ այդ նավի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսպիսի ապուշորակարգեր մեջ բերելով իրական, պատմական Հայաստան, չգիտեմ, կոռուպցիոներ եք դուք, նրանք էլ ասում են, չէ, դուք եք, այն երկու լաչար հարևանուհիների կռիվ է ստացվում։ Այն դեպքում, երբ որ մեր կողքին ինչեր են կատարվում, մենք էլի չկարողացանք, չէ, ժամանակին այդ ձեր ասած առաջնահերթությունները ֆիքսել։ Մի գեներալի հարցնում էին, ասում են, ինչ է, թռչող ծոպեր են, ապրիլյան պատերազմում մենք կարգին զենքեր կբերենք եւ կկարողանանք, բայց տեսեք, այդ հերթական սերնդի պատերազմը առաջինը հենց մեր գլխին փորձարկվեց։ Այն ինչ հիմա Ուկրաինայում կատարվում է, այն պատերազմի մեթոդաբանությունը, տրամաբանությունը, որ կա, առաջինը մեզ վրա փորձարկվեց։ Բողույցները դրել ենք այդ հողագործ, խեղճուկրակ բղերքի վրա, որոնց անունը գեներալ էինք դրել։ Նրանք առաջի պատերազմի խիզախներն էին, արիներն էին, նրանք պիտի սպահանջի ապրեն, բայց ոչ թե ձեր երեխաների համար կրթության օրենք քվեարկելու իրավունք ունենային։ Աստծուն կայսրինը կայսրին, մենք տեղերը չենք դնում։ Գիտեք, այդ խորհրդանում հավաքված մարդիկ, այդ խաժամուժը, ինչքան լավը կլիներ, եթե այդ մարդիկ առանձին, ինչքան լավը կլինեն, եթե իրենք իրենց տեղերում լինեին։ Իրենց տեղերում չեն, այստեղ է խնդիրը։ Եվ այս առումով 26 թվականին պարոն Հայրապետյան, իշխանությունն ասում է մենք չենք կեղծելու ընտրությունը, մենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին չկեղծեցինք, արդյունքը տեսանք ինչ եղավ Գյումրիի Փարաքարի օրինակով, կա մտահոգություն, եթե այսպես ձևակերպեմ, նախկինի վերադարձի, ինչ եմ սա հարցնում, որովհետև վերջին մի քանի շաբաթներին ակնհայտորեն ակտիվացել են նախկին նախագահներ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը, որոնք խոսում են իշխանափոխության մասին, որոնք խոսում են այսպես մեկը իհարկե ընտրությունների միջոցով, մյուսը ոչ այնքան, հիմա եւ տեսնում են ընդդիմության այսպես ասած համախմբման հնարավորություն, այդպես էր հայտարարում Ռոբերտ Քոչարյանը։ Նայեք, հիմա սև բոբո են սարքել նախկինների վերադարձը։ Այդ կարող եք գնալ 20 տարեկան երեխեքին ասել։ Ես նախկին իշխանությունների նախկինների օրոքել եմ ապրել եւ կարծեմ իմ կյանքը հրապարակի վրա եղել եւ ինչ էլ որ արել եմ ամենևին այնպես ղժղժալով չեմ արել, որովհետեւ թիկունքից կանգնած ինչ որ նախկին քաղաքական ուժեր կամ հարուստներ են եղել։ Ամեն մեկն իր քաշով պիտի հանդես գա, այնպես որ նախկիններով թող չվախեցնեն։ Այո, նախկինները եթե անհաղորդ էին մեր հոգուն, ապա սա սուպեր անհաղորդ է մեր հոգուն։ Այնպես որ մենք ապրել ենք դա, մեզ դրանով վախեցնել պետք չէ։ Ուրիշ բան պետք է մոգոնեն, թող մոգոնեն ուրիշ բան, այ մենք չլինենք, մյուսները կլինեն։ Եվ Գյումրիի օրինակը բերեցիք։ Ես ամենևին չեմ էլ կարծում, որ Գյումրիում ընդդիմությունն է հաղթել։ Ուղիղ հակառակը, հենց իշխանությունն է հաղթել։ Իշխանության տրամաբանությունն է հաղթել։ Կոմունիստ, աթեիստ, հասկանում եք այս երկու անհամատեղելիությունը, այսպեսին պիտի լիներ կոմունիստ, աթեիստ, բայց կոմունիստ հավատացյալ։ Կոմունիզմ, որ վաղուց մեռել է, այդ միայն մետրոպոլիայում Ռուսաստանում կա, որ Չինաստանի նման երկիրն է մենակ այնտեղ գնում, հիմնական հյուր դառնում իրենց այսօրվա տոնակատարությանը։ Իդեպ այս եթե կարելի է, իհարկե, համեցեք տոնակատարությունը մայիսի 9-ը, ամենևին մերը չէ։ Դա ռուսական ժամացույցով էր մայիսի 9-ը։ Մենք աշխարհետ ենք քայլում, թե Ռուսաստանի հետ։ Ես ասում եմ կեցե մայիսի 8-ը, բայց ոչ թե առաջին հերթին, երկրորդ աշխարհամարտի Եվրոպա մայրցամաքում ավարտի հետ կապված, դա երրորդ հերթին։ Առաջին հերթին, որովհետև դա Շուշիի մեր ազատագրման օրն էր։ Թեկուզ եւ այսօր Շուշին մերը չէ, բայց գոնե Շուշին մերը լինելու հույսը մերն է, թե ոչ։ Դա երկրորդ հերթին երկրապահ կամավորականների օրն է։ Եվ առաջին հերթին նրանց ես պիտի շնորհավորեմ երկրապահ կամավորականներին։ Եվ ոչ թե որ մարդկության մի ճիվաղը Ստալինը հաղթել է մեկ ուրիշ ճիվաղի, Հիտլերի է հաղթել, որի զոհասեղանին էլի մեզ տարան դրեցին, 600,000 մասնակից
եւ 300,000 զոհ։ Դուք պատկերացնում եք թվային համամասնությամբ վերցրեք, դա մեզ համար ցեղասպանությանը հավասար բան է եղել 15 թվականի ցեղասպանությանը, որը մինչև այսօր մենք մարսել չենք կարողանում եւ տա Աստված որ չմարսենք, դա մերը սարքենք, երբեք չմոռանանք, մանկուրտ չդառնանք։ Այնպես որ մեր ժամացույցներն է շտկել պետք։ Մոսկվա գնում են լավ է անում, նվաստացրել են իրեն, դե գոնե թող մի փոքր տղամարդ լինի Նիկոլը վերադառնալուց հետո Երևանի հրապարակից ընդամենը 30-40 մետր ներքև գտնվող այդ հուշարձանը ազատարար 11-րդ բանակին նվիրված, որը մեր անկախությունը վերացրեց, մտավ եւ օկուպացրեց Երևանը, մայրաքաղաքը բռնազավթեց, թող այդ աղբը հանի մեր հանրապետության կենտրոնից, թող գնային մանկական այգուց հանի դարձյալ նույն օկուպանտներին նվիրված, թող ձևեր չթափեն, թե կրթության մասին են մտածում, երբ որ ինչ-որ տագետներ, մրցույթներ են անցկացնում, բաներ են անում, կրթության մասին են մտածում, թող ռուսերենը մեր դպրոցից եւ բուհերից հանեն։ Չեն հանի, ինչու, որովհետև ռուսական ներկայացուցիչներ են այստեղ իրենք։ Պարզապես Ռուսաստանի նույն կաբինետից հրահանգստացել են դուք խաղաք հակառուսների դերում, դուք խաղաք պրոռուսների դերում։ Երկուսն էլ նույն մարմնի, նույն ռուսական հատուկ ծառայությունների երկու ձեռքերն են։ Ուրիշ բան, որ իսկական հայ երբեք չի կարող հակա որևէ բան լինել։ Ոչ միայն հակառուս չի կարող լինել, այլ նույնիսկ հակաթուրք չի կարող լինել, որովհետև իր խնդիրը հական չէ, իր խնդիրը հանունն է, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն Հայաստանի, չգիտեմ, գալիքի, որ այսօրվա Հայաստանը դիտարկի ոչ թե տրանզիտ տարածք, որ եկել է այստեղից ավելի նորմալ իր կարծիքով երկրներում գնալ ապրելու, այդ ցածկահարթակ վաղվա մեր հայրենիքը, մեր պատմական հայրենիքը, որ ամենևին չի բախվում, սրանք զուգահեռ ուղղություններ են, ամենևին չի բախվում մեր ներկա Հայաստանի համար, սա մեր ցածկահարթակն է, կարող ենք այդ ամրացնել այդ ցածկահարթակը, պրոֆեսիոնալ սարքել, թե չէ տենց գեղո լոլոներով թող գնան իրենց գեղերում անեն այդ լոլոները։ Խնդրեմ հանկարծ դուք էլ չշփոթեք, հա, գյուղը եւ գեղը, գեղցին եւ ինձ համար պաշտելի գյուղացին, այո։ Որն է դրա ակնհայտ տարբերությունը, պարոն Հայրապետյան։ Մեր քուչակը մի բան ուներ, չէ, որ ասում է, եթե մի տեղից հանեն, ձկան մի ուրիշ տեղ գցեն, ինքը կապրի։ Նահապետ քուչակը, հայրենները։ Հիմա սա ամեն մեկն իր տեղում է նորմալ։ Երբ որ ինքն իր տեղում չէ, իր դիրքում չէ, անկախ բնակավայրից։ Եթե պրոֆեսորը եւ ինքը վերնիսաժում մայկատրուսիկ է ստիպված ծախում, վաճառում, ինքը վատ վաճառական է լինելու, երկրորդ դասարանի կրթությամբ մեկը նրանից ավելի լավ վաճառական է լինելու եւ ուղիղ հակառակը քիչ առաջ ասացի, այն տխմարներին, որ երեկվա խորհրդարանում էին եւ այսօրվա խորհրդարանում են, որոնք պիտի այդ գործով զբաղված լինեին քրչի բազարում, հիմա մեր ճակատագիրն են տնօրինում, դրա համար են վատը դարձել, ամեն մեկին դրեք իրենց տեղը եւ իրենց տեղում կլինեն։ Վարչապետը ասում է ԱԱԾ-ի պատվալներում իր ձևակերպման պիտի դուք բոլորդ լինեիք։ Նայեք, գուցեև ճիշտ է ասում, բայց դա թող որոշի դատարանը։ Իսկ դատարան ինքը չի կարողանում կայացնել մինչև հիմա։ Գիտեք, կարող եմ օրինակը զուգահեռ շատ ճիշտ է, կարծում եմ։ Այսպեսի մի բան եղավ Միշնադարյան անի մայրաքաղաքում։ Մի հատ խելագար, ոնց որ բոլոր բնակավայրերում կան, խելառելի, որ բրբռալով է խոսում, խոսել էլ չգիտի, վառեց թագավորի խոտի դեզերը։ Վառեց, ուղղակի վառեց։ Այսինքն պատկերացրեք, որ այսօրվա մեր պաշտպանության նախարարության վառելիքը գմփացն են, տանկերը չեն կարող շարժվել։ Այսինքն այրուձին կանգնած պիտի մնա։ Թագավորը այդ շոկի մեջ ընկած թրով գլուխը կտրում է դրա, սպանում է։ Անեցիները, որովհետև քաղաքացի էին, ոչ թե տգետների նման էին, ցույց են անում։ Պատկերացնում եք Միշնադարյան Հայաստանում ցույց բողոքներ։ Ասում են գուցեև դու ես գերագույն դատավորը, թագավոր, գուցեև դրան մահապատիժ պիտի հասներ, բայց դու առանց դատի ինչ իրավունք ունեիր։ Դրա համար մենք անի ունեինք։ Դրա համար էր անին անի։ Դա չունենք այսօր, դրա համար է Երևանն այսպիսի, երկու կաթիլ պիպետկով ջուր են կաթացնում, Երևանում ջրհեղեղ է լինում։ Ինչու, որովհետև գյորմանիշ են, որովհետև 5 սանտիմետր տարածք եթե տեսան, մի հատ երկնակեր պիտի կանգնեցնեն այդտեղ։ Այստեղ է, որ իրենք իրենց հողում չեն, իրենք իրենց տեղում չեն։
Այստեղ է որ ասում են գեղցի են եւ տգետ են։ Առաջ երբ ասում էին մի քանի տարի առաջ, բոլորը նեղանում էին, փառքասո հիմա դա խոսույթ է դարձել։ Հիմա բոլորը հասկանում են, որ ամենամեծ արատը հենց այդ տգիտությունը եւ գեղցիությունն է։ Դրանից են բխում մնացյալ արատները։ Դե հիմա դրա համար ասում են կրթությունը նորաձև է։ Նախ Փոխել ես վարչապետին, պիտի հեղափոխություն ես արել, փոխել ես վարչապետին, պիտի փոխես, այո, ինքդ քեզ։ Ես տեսա ճիշտ է ասում, դրանք զուգահեռ բաներ են, պիտի փոխես պարզապես ասելու ձև կա, ինչպես Էգելն էր ասում, ոչ միայն բովանդակություն կա, այլ նաև կա ձևի բովանդակություն, էլի։ Բայց կրթությունը, եթե չենք կարողանում ենք դասերակցությունից տարբերել, մշտապես այդպես սայթակելու ենք եւ ընկնելու ենք հիստերիաների մեջ, թե ինչու մեզ մոտ ոչինչ չի ստացվում, որովհետեւ մենք չգիտենք դասերակցության հիմնարար արժեք լինելը եւ կրթության մեկ այլ հատույթում հիմնարար արժեք լինելը մենք ձեր ասած այդ դասդասումները առաջնահերթությունները եթե չենք կարողանում տարբերել այսինքն հիստերիկություններ պիտի անեն որտեղ ինչպես Եղիշե Չարենցը կասեր ոչ մի դոկտոր արշակ չի կարող փրկել այդտեղ վիրահատական ակցիան է պետք որին փաստորեն չեն դիմում։ Իդեպ, երբ դատական համակարգի մասին եք շեշտում, որ չկարողացավ այս իշխանությունը փոխել, պարոն Հայրապետյան, միանգամից հակադարձում են իշխանությունները, ասում են մենք չենք միջամտում դատական գործերին, դատարանը անկախ է որոշումներ կայացնելիս, նախկինի պես չի լինում Բաղրամյան 26-ից զանգ։ Ինչպես չեք գնահատում այս կարևոր ձեռքբերումը, որը մենք կարողացել ենք իրականացնել դատական համակարգի հետ կապված։ Մենք չենք լինելու նախկինների պես, մենք ունենք ազատ դատական համակարգ, ազատ դատավորներ, որոնք կարող են վճիռներ կայացնել։ Սիրելի սիրամեջ, դուք ձեր ասացին գոնե 1% հավատանցայի մեկ, ոնց կարելի է սուտ են ասում։ Այդ սուտն էլ ածանցյալ է, գիտեք, հիմնարարը չէ, ածանցյալ է, բխում է տգիտությունից դարձյալ, կարող են նայել աչքերի փառքասո, ես գոնե բոլոր նախկին իշխանավորներին, բարձրագույն իշխանավորներին եւ այսօրվա իշխանությունների բարձրագույն ճանաչում եմ անձամբ, որոշների հետ նաեւ մեր այսօրվա վարչապետի հետ մտերմություն եմ ունեցել, գիտեք սոսկալին որն է, որ կորցրել են կարմրելու հատկությունը եւ կարող են աչքերիդ նայելով սուտ խոսել։ Առանց մտածելու, որ դրա համար պատասխան պիտի տան վերևում, տիրոջ առաջ։ Իսկ իրենք Մոսկվայից են կողմ տեր չեն ունեցել եւ չունեն։ Եթե տեր չունենային ընդհանրապես, գուցե կարգին մարդիկ կլինեին, բայց ունեն է, բայց Աստծո բաժինը նետել են շների առաջ, կագեբեշնիկների առաջ, Մոսկվայի Պուտինի առաջ, իրենց տերերի նրանք ովքեր իրենց արդեն 30 տարի է բերում են իշխանության եւ դեռ էլի բերելու են դրա համար դուք 26 տվի ընտրություններ եք ասում դրա համար էլ այդքան թերահավատ եք պարոն Հայրապետյան նույնիսկ կանգ չեք առնում 26 թվականի այդ ընտրությունների վրա այո ես հիմա չէի ուզենա ասել բայց կարծում եմ եթե վաղը լիներ ընտրություն ես պարզապես չէի գնա ուղղակի չէի գնա որտեվ ինչպես Արթուր Մեշյանն էր ասում իմաստն էլ արդեն իմաստազրկվել է Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն։ Առաջինի տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Կհանդիպենք։